Սահմանային Խոզնավար ու Խնածախ գյուղերում կրակոցներն ըստ տեղացիների երեկվանից նվազել են։ Այս երկու գյուղերից քանի օր է հայտնում են ադրբեջանցիները ակտիվանում են գիշերը ու հիմնականում օդ են կրակում։ Կրակոցները փչացել է։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասում է, եթե նախորդ 6 օրերին ադրբեջանցիները գիշերը 10:20-ից սկսած 1 ժամը 1 պարբերականությամբ էին կրակում, արդեն 2 օր է հաշված անգամներ։ Օրանում մի անգամ, օրանում 2 անգամ։ 240 բնակիչ ունեցող ու անմիջապես ադրբեջանական դիրքերով շրջապատված Խոզնավարում վարչական ղեկավարի խոսքով մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված։ Գյուղում նաև ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել։ Բոլորը իրաց գործին, ենա մեր ճանապարհներն են սարքում, նրա գործը նոր մարդիկ կանդում։ Ցերեկները չլնում գիշերնա։ Խնածախից Կամելա Օհանյանն այսօր Ազատությանը պատմեց վերջին 2 օրերին ադրբեջանական դիրքերից կրակոցներ հազվադեպ են լսում։ Կրակել են, բայց դոկտի օրերի նման չէր էլի, եմ աղջամը մի անգամ կրակում են։ Հիմա քիչ մի 2 անգամ, 3 անգամ, բայց ինչ շատ չէ։ Օհանյանի խոսքով փոքր-ինչ տագնապն անցել է, բայց վստահ չէ, որ ադրբեջանցիները կրակը կդադարեցնեն։ Պաշտպանության նախարարությունը այս դեպքերի մասին չի հաղորդում։ Ռազմական կառույցից պնդում են, թե դրանք վտանգավոր չեն եւ ուղղված չեն Հայաստանի տարածքին։ Բնականաբար դրանք են դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Չնայած պաշտպանության նախարարի մակարդակով արվող հայտարարություններին ընդդիմությունից քննադատում են ու պնդում, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է նման դեպքերում իրազեկել քաղաքացիներին, անգամ եթե կրակոցները ադրբեջանական դիրքերում են տեղի ունենում։